այս մի քանի տարվա հետ փաստորեն կրել ենք ծանր պարտություն պատերազմի ժամանակ եւ այս իշխանությունը այդ պարտությունը անընդհատ շարունակաբար մի process է վերածել անընդհատ շարունակաբար ավելի քան 4 տարի մենք գտնվում ենք այդ շրջանում անընդհատ ինչ որ բան զիջել, բան տալ, բանից հրաժարվել, ուղղակի մաշեցնող մի երևույթ է մեր ժողովրդի համար։ Իսկապես շատ ծանր եւ մաշեցնող։ Եվ միգուցե նաեւ այս ֆոնի վրա ցեղասպանության ուրացումը շատ ավելի ծանր ընկալում է ստանում շատերի մոտ։ Պարոն Քոչարյան, երեկ Արթուր Հովհաննիսյան ազգային ժողովում ճեպասուլիսների ժամանակ ցեղասպանությանն եմ անդրադառնում։ Ասեց մոտիկ չգաք ցեղասպանության թեմային ու չփորձեք դիվիդենտներ շահել։ Մեր արձագանքը, այսինքն իրենց արձագանքը շատ խիստ է լինելու։ Ինչու համար չգաք ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը օրակարգից դուրս բերելու, ինչպես նաև սակարկման համար։ Լուրջ, ես պիտի այդ հիմարությունը բարձաբանեմ։ Կարծում եմ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի մեջ մտցնող հենց ես եմ եղել եւ իմ ժամանակաշրջանում ամենից մեծ քանակով երկրներն են ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Եվ երբ որ գիտեք մարդիկ, որոնք ուղղակի մատին չեն դրել այս հարցերի համար հիմար դուրս են տալիս, պատրաստ չեմ մեկնաբանելու։ Հրաժարումի մասին այսօր ակնարկներ են արվում, բայց եւ փակ կստացվի իշխանությունների մոտ նաեւ այս կարմիր գիծը անցնել։ Ընդհանրապես եւ այդ ուղղությամբ ջանքերը եւ ընդհանրապես ցեղասպանության ուրացումը բերելու է նրան, որ ուրանալու են մարդիկ, ովքեր փորձում են դա անել։ Իրենք են մոռացվելու մեր ժողովրդի կողմից։ Նախագահ Փաշինյանը դատապարտել է Հանրապետության հրապարակում Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշներն այրելը եւ դա սադրիչ քայլ է համարել, ինչպես է գնահատում այդ արձագանքը։ Ես դες հիշեցնեմ 15 թվականին, երբ Ռուսաստանի դեսպանատան մոտ Ռուսաստանի դրոշն էին փորձում վառել, հետո ոտնատակ էին տվել հենց այն մարդիկ, ովքեր այսօր զբաղեցնում են երկրում բարձրագույն պաշտոններ։ Արտգործնախարար, վարչապետի օգնականներ, մամուլի նախկին քարտուղարներ եւ այլն։ Եթե ընդհանրապես դա անթույլատրելի քայլ է, ապա հարց է առաջանում կրկնակի ստանդարտները Ռուսաստանի նկատմամբ եւ Թուրքիայի նկատմամբ կիրառել են թե ոչ։ Ուղղակի ամոթ է այդ թեմայի շուրջ ընդհանրապես իրենք գոնե իրավունք չունեն խոսալու։ Կրկնակի ստանդարտների Խոսնավարում կրակոցները Նիկոլ Փաշինյանը կապել էր հենց դրոշների այրման հետ։ Այդ կրակոցները թշնամու են։ Մեկ ամիսա պատրաստում են, հա, այդ որ դրոշերը պիտի այրվեն եւ մեկ ամիս նախապատրաստական կրակոցներ էին, հա։ Իրականացնում այդ լավ աբսուրդների դաշ չմտնենք էլի։ Պարոն նախագահ, երկակի ստանդարտների մասին խոսեցիք, երկակի ընկալումներ կա նոյեմբերի 9-ի փաստաթղթի շուրջ։ Ինչ տեսակետ ունեք այս փաստաթղթի առնչությամբ, ինչ պիտի արվի դրա հետ։ Մի քիչ շատ խորացանք, ես ձեզ խոստանում եմ եւս մեկ մեծ մամուլի ասուլիս կանեմ կամ կհանդիպեմ լրագրողների հետ եւ բոլոր այդ հարցերի պատասխանները կտամ։ Դա արդեն մտնում ենք ավելի շատ ասենց մի քիչ ներքաղաքականի մեջ, այո, ճիշտ է, ասում փող կապացված են, բայց չեմ կարծում, որ սա այնտեղն է, որտեղ ուղղակի ոտի վրա պետք է փորձել բոլոր հարցերը շոշափել, ուղղակի ճիշտ է։ Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն։